Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Դինայդ նախագիծը։ Ակոպովնան այսօր ձեզ համար նախապատրաստել է բացառիկ թողարկում, ունեմ շատ սպասված հյուր եւ շատ հետաքրքիր հյուր։ Այնպես որ մոտ նստեք ձայնը բարձրացրեք, որովհետեւ վարքյաներից մեկնարկում է ամենահաճելի թողարկումը, բայց մինչ այդ ես ուզում եմ շնորհավորել օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով առողջ լավ մարդկանց շրջապատում եք լինում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Հայաստանը տունն է, տուն ուր միշտ արթուն եք, մեր պաշտպան հայտեղեր։ Դուք մեր առուցներն եք, մեր հայողի տերն եք, դուք անվախ հայտեղեր։ Հպարտ անպարտ բանակ հայով, Աստված պահի մեր քաչ որդով։ Դարմունտ ու ցուրտ էր, բայց այ ժողովուրդը մի զարկով դարձավ ասկ։ Լավագույն տեղերքը, բուժելով ին վերքը, աղթեցին պատերազմ։ Հպարտ անպարտ բանակ հայով, Աստված
Դե ինչ 21 TV-ի եթերում աշխատանքը շարունակում է Ձինայդ նախագիծը եւ ես միշտ փորձում եմ միջև հյուրին ներկայացնելը ձեզ ներկայացնել տեսանյութ։ Ասեմ, որ այս տեսանյութը լի է էմոցիայով, հաղթանակներով ու ամենակարևորը պետք է այսպիսի տեսանյութերը հեռացակվեն շատ-շատ սերնդեսերունդ ժառանգություն ունենք փոխանցելու եւ ասեմ, որ գլխավոր հերոսի քուրիկը ինձ մոտ տաղավարում է ու մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Հայկազ Զավենի Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում, տնտեսագետների ընտանիքում։ 2006 թվականին հաճախել է Գալինա Ստարովոյտովայի անվան 177 հիմնական դպրոց։ Նույն թվականից հաճախել է Ավանի շախմատի մանկապատանեկան դպրոց։ Մասնակցել է միջազգային մրցաշարերի, զբաղեցրել առաջին հորիզոնականներ, պարգևատրվել պատվոգրերով և մեդալներով։ Դպրոցական ուսումնառությանը զուգահեռ զբաղվել է տարբեր մարզաձևերով՝ լող, կարատե և ֆուտբոլ։ 2012 թվականին տեղափոխվել է Սպարտակ Մկրտչյանի անվան բյուրակն կրթահամալիր։ 2 տարի անց 2014-ին տեղափոխվել է Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 դպրոց, սովորել բնագիտամաթեմատիկական հոսքում։ Ավարտել է 2018 թվականին։ Ավարտական դասարանին զուգահեռ սովորել է հայ-ռուսական սլավոնական համալսարանի նախապատրաստական կուրսում։ Նույն թվականին անդամակցել է առաջին հայկական ճակատին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան շարժում։ 2018 թվականին Հայկազ Մկրտչյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, որտեղ սովորել է մինչև 2019 թվականը։ 2019-ի հունվարի 23-ին Հայկազը զորակոչվել է հայկական բանակ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ 6 ամիս ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, ստանալով 120 մմ ականանետի հրամանատարի մասնագիտություն և կրտսեր սերժանտի զինվորական կոչում։ Այնուհետև ծառայությունը շարունակել է Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում։ 2020 թվականին նա մասնակցել է Հուլիսյան մարտական գործողություններին որպես հաշվարկի հրամանատար։ Խոցել հակառակորդի բազմաթիվ զրահատեխնիկա, հրետանային միջոցներ և կենդանի ուժ։ 2020 թվականի հոկտեմբերի 14-ին իր մարտկոցով տեղափոխվել է Արցախի Հանրապետություն, մասնակցել Թաղավարտի, Դրախտիկի, Ազոխի, Վերին Թաղերի և այլ մարտերին։ Հոկտեմբերի 29-ի երեկոյան ժամը 17-ից 21 ընկած ժամանակահատվածում Սարուշեն գյուղի մոտակայքում հակառակորդի անօդաչուի հարվածից Հայկը վիրավորվել է։ Նույն պահին տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետև Երևան, Մուրացյանի անվան զինվորական հոսպիտալ, որտեղ 12 օր կյանքի համար պայքարելուց հետո մահացել է նոյեմբերի 9-ին, երբ հայտարարվեց պատերազմի ավարտը։ Ես վստահ եմ, որ շատերը արդեն հուզվել են։ Շատերն ասում են Զինա ջան, բավականին երկար ժամանակ էր դու այս թեմաների մասին չէիր խոսում, բայց ես միշտ ասել եմ, որ ես առաջիններից եմ, որ բարձրաձայնում եմ թեկուզ իմ ֆեյսբուքյան կամ ինստագրամյան հարթակներում։ Այսօր ունեմ շատ սպասված հյուր եւ ինձ համար պատիվ է նրան ներկայացնելը, իմ հերոսն է, ես այդպես էլ կարող եմ ասել նրա քույրը։ Եվ այսպես մեծագույն սիրով տեղեկացնեմ, որ ես հյուրընկալ եմ Արևիկ Մկրտչյանին, իսկ Արևիկը հանդիսանում է Հայկ Մկրտչյանի քույրիկը, 44-օրյա պատերազմի զոհված մեր տղայի։ Արև ջան, ողջույն, Արև աղջիկ ջան։ Նախ շնորհակալ եմ քեզ արձագանքելու համար։ Ինձ համար պատիվ է, երբ որ անձամբ ինձ գտնում են բոլոր այն մարդիկ, ովքեր որ իմ հերոսների հետ կապ ունեն։ Ես անկեղծ ասեմ, դու երևի նոր իմացար, վերջի ժամանակահատվածում շատ քիչ եմ անդրադարձանում, որովհետև խեղդվում եմ, նեղվում եմ, ամանչում եմ, ես տենց էլ չեմ կարողանում ծնողների ոչ մեկի դեմքին էլ, խոսում եմ կույր, եթե անկեղծ։ Ինձ ճանաչողները գիտեն, որ ամանչում եմ, որովհետև հենց այդ տղերքի շնորհիվ է, որ իմ երեխեն էլ ապրում, էլի, այդ ամենակարևոր երևույթն է, եւ նաեւ դուք եք վայելում ձեր կյանքը։
Իսկ այսօր ես կադրեր ցուցադրեցի մեր Հայկից։ Իսկ իմ հարևիկը ունի նորություն։ Շատ քիչ քույրիկներ կան, որ սենց ամեն ինչ անում են իրենց եղբոր մասին խոսելու, տենց մեկ է Սեդուլին պետք է առանձնացնեմ։ Անպայման Ոսկե Գևորգի քույրիկին, Արև ջան, ինձ պատմիր, ինչ ես պատրաստվում անել եւ ինչ նորություն կա։ Նախ շատ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար, Սիրով։ Տինա ջան։ Հայկի զոհվելուց հետո իր ընկերները երբ բերեցին իր զինվորական պայուսակը, մենք այնտեղից գտանք մի նոթատետր, որտեղ ինքը տարբեր գրառումներ էր անում, սովորաբար գրքերից իրեն դուր եկած աֆորիզմներից, ինչ որ ինքը պլանավորում էր, այդպես գրում էր իր նոթատետրում, եւ շատ այդպես թերթելով տեսանք, որ ինքը ռուսերեն տառերով գրել էր, որ ուզում եմ գիրք գրեմ, որ հայտնի դառնամ, եւ հենց այդ պահից որոշվեց, որ մենք պետք է գիրք գրենք իր մասին, որտեղ ինքն է գլխավոր հերոսը լինելու, եւ այդպես 2020 թվականից տարբեր պատմություններ հավաքելով, տարբեր մարդկանց հետ ծանոթանալով եւ զրուցելով, այդպես պատմությունները հավաքել ենք եւ գիրքը արդեն հրատարակվել է։ Կազմակերպվելու է շնորհանդես շատ շուտով, որի ժամանակ եւ գրքերը շատ սիրով նվիրելու ենք բոլոր այն մարդկանց, ովքեր որ ցանկանում են ձեռք բերել եւ ավելի շատ իմանալ Հայկի մասին։ Շնորհանդեսը կազմակերպում ենք երբ, որտեղ։ Շնորհանդեսը կազմակերպում ենք մարտի 19-ին Արմեն Բաբաջանյանի համերգասրահում Ֆիլհարմոնիայի դահլիճի միջանցքում ժամը 17:00։ Իսկ բաց է, յուրաքանչյուրը կարող է գալ, թե հատուկ հրավերքով է։ Այո, բաց է լինելու, բոլոր ցանկացողները կարող են գալ, այդպես տեսնել գիրքը, ձեռք բերել գիրքը, նվիրելու ենք, այդպես չեն գնելու։ Այո, եւ այդ ժամանակ նաեւ ցուցադրվելու է տեսահոլովակներ Հայկի մասին, իր կենսագրության մասին, մարտական ուղու մասին, իրանցած պատերազմական ճանապարհների մասին պատմվելու է եւ բոլորով ովքեր ներկա են գտնվելու, տեսնելու են, ճանաչելու են Հայկին։ Հիանալի է։ Գիրքը մենք ունենք արդեն օրինակ, փաստորեն։ Ես կարող եմ ցույց տալ մեր տղուն անմահացած Հայկի մասին գիրք, որը հենց այդ օրն էլ երևի թե առաջինը կցուցադրվի, առաջինը իմնա, չէ։ Այո։ Ես պետքա ընթերցեմ, ես պետքա ճանաչեմ նրան, ես պետքա այս գիրքը տամ իմ աղջկան, Թորանը, սերնդեսերունդ պետքա փոխանցենք, որովհետև հենց այս տղերքն են մեր նորագույն պատմության էջերը լրացրել, հենց այս տղերքի շնորհիվ է, որ մենք դեռ ունենք մեր անկախ հայրենիքը, եւ ցավում եմ, որ դեռ մեր դպրոցներում չկա մի հատուկ դաս, որտեղ միայն բացառապես լինեին հերոսների մասին, օրը անցներ այդ օրվա հերոսի մասին։ Ես շատ տարիներ առաջ, Արև ջան, ուզում եմ ասել, որ իմ առաջին հեռուստատեսային նախագիծը, երբ որ ես հայտնվել եմ եթերում, եղել է 2008 թվականին Երևան հեռուստաընկերությունում եւ առաջին անգամ ես եթերում հայտնվել եմ հանուն հայրենիքի հաղորդաշարով։ Այդ ժամանակ ինձ օգնել է իմ հարգարժան լավ ընկերս Ռոմիկ Մխիթարյանը, որը Արցախյան հերոսամարտի հերոս է։ Եվ մենք միասին ստեղծեցինք ծրագիր, որպեսզի մենք կարողանայինք սերունդներին փոխանցել, ովքեր են բոլոր այն տղերք, ովքեր որ ազատագրել են Շուշին։ Շատ դժվարությամբ էին գտնում այդ մարդկանց։ Երկրապահ կամավորականներն էին մեծամասնությունը, շատերը ուղղակի չէին ուզում նկարվել։ Շատերը ուղղակի ասում էին մենք վերապրում ենք բոլոր այն վատ օրերը, թեկուզ հաղթանակած էինք պատմում ու հուզվում էին, բայց ես ունեմ շատ մեծ արխիվ, որտեղ իսկապես նկարել եմ նրանց ու որպես հերոստա հաղորդավարուի կայացել եմ հենց հերոս տղերքի շնորհիվ եւ հանձինս Ռոմիկ Մխիթարյանի։ Եվ նպատակ ունեմ ունենալ եւս մեկ նախագիծ, ծրագիր, կապ չունի այս ծրագրի հետ ընդհանրապես, եւ հույսով եմ այդ երազանքս կկատարվի որպես հերոստա հաղորդավարուի, որ կունենամ եւս մեկ ծրագիր, կշրջեմ տներով, կգտնեմ հերոսների մեր ընտանիքներին, կխնդրեմ նրանցից պատմություններ, որպեսզի գալիք եւ թեկուս նոր սերունդը ճանաչեն բոլոր այն տղերքին, ովքեր որ անմահացած են։ Մենք միայն եռաբլուրն ենք տեսնում, անմահացած դեմքեր,
Եվ շատ քչերն են ինֆորմացիա տալիս, որտեղ էլ հավես չունեն, իրենք դարդն են լացում։ Դու ինձ հասկանում ես ամենաշատը։ Եվ այսպիսի տղերքի շնորհիվել երևի թե ես այդ նախագիծը տա Աստված թեկուզ չգիտեմ մի տարի, 2 տարի հետո ծնվի եւ ձեր նմանները ինձ օգնեն, որպեսզի մենք ցույց տանք բոլոր այն տղերքին, ովքեր որ իրենց կյանքը հանուն հայրենիքի եւ մեզ համար են դրել։ Ինչի համար նաեւ շնորհակալ եմ քեզ, հարգանքս եւ պատիվ ունեմ։ Բայց ես բոլորի հետ մեկտեղ խոսում եմ, ասեմ, որ ես կլինեմ Արնո Բաբաջանյան համերգասրահում, ես կվարեմ մեր տղայի բնականաբար գրքի շնորհանդեսը մեծ սիրով եւ լավագույն կադրեր կներկայացնեմ թե իմ սոցհարթակներում եւ կփորձեմ նաեւ ներկայացնել եթերում։ Հիմա ինձ մի հարց է հետաքրքրում։ Այստեղ ես հասկացա, որ զետեղված են նկարներ դպրոցական տարիներից մինչև վերջի օրերը։ Մեր տղան երազանքներ ուներ։ Իհարկե, գրքի մասին մի փոքր ասեմ, որ գիրքը իր մանկությունից, հենց սկսվում է իր մանկության տարիներից մինչև վերջին օրը իր Արցախում, այնտեղ լուսանկար ունենք, որտեղ ինքը վերջի անգամ նկարվել է հեռախոսով Սարուշեն գյուղում, որտեղ եւ վիրավորում է ստացել, մինչև այո, այդպես ժամանակագրական վաղ տարիքից մինչև վերջ այդտեղ հավաքել ենք այդ հուշերը եւ նկարները եւ գիրքը բացառապես կազմված է հարազատների, իր ընկերների, դասարանցիների եւ հրամանատարների, նաեւ զինակից ընկերների հուշերից, այսինքն որպես այդպեսին հեղինակի խոսք չկա, ինչու չկա, ես որոշեցի, որ չենք ունենա հեղինակի խոսք, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ինչ-որ մի բան մենք չափազանցնում ենք, ու այդպես ես որոշեցի, որ երևի ավելի ճիշտ կլինի, որ իրեն ճանաչող մարդիկ պատմեն իր մասին, իհարկե մայրիկի խոսքը կա, այո, եւ ընդհանուր առմամբ այդպես հուշերից կազմված գիրք եղել, Հայկը շատ գրքասեր էր, ինքը նույնիսկ իր հետ ծառայության էր տարել գրքեր եւ անգամ այնտեղ էր հասցնում կարդալ եւ այնքան շատ էր ոգեշնչվում իր այդ գլխավոր հերոսներով, որ զանգում նույնիսկ պատմում էր մեզ շատ հիացած իր տարբեր կարդացած գրքերի մասին։ Ինքը սովորում էր կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում եւ վերադառնալուն պես այդպես էին պլանները, որ պետք է գնար ծրագրավորող դառնար, այդպես շարունակեր իր գործը, բայց ծառայության ընթացքում ինքը շատ կապվեց բանակի հետ եւ քանի որ իր շատ կարճ կյանքում տեսավ երկու պատերազմ, հա, հուլիսյան մարտական գործողություններ եւ այնուհետեւ 44 օրյա պատերազմը, մենք արդեն վստահ ենք, որ երբ նա վերադառնար իր երևի կյանքը կնվիրեր զինվորական ծառայությանը, որովհետև շատ սիրեց հենց բանակում հայրենիքը ու ծառայությունը եւ շատ կարեւորեց այն։ Եվ մենք մտածում ենք, որ արդեն այո իր կյանքը կփոխվի դեպի կսկսի ծառայել հայրենիքին։ Չապրած տարիները ձեզ լինի Արևիկ ջան, մեր Հայկի։ Եվ մի հարց էլ, հատուկ հյուրեր ունենք այդ օրը, չգիտեմ, մարտական ընկերներն են, չգիտեմ, իր այդ սովորողներն են, ովքեր են լինելու հյուրերի ցանկում։ Անպայման լինելու են իր մարտական ընկերներում հետ, որ ինքը մինչև վերջի պահը կռվել է, ու մենք միշտ ուրախ ենք տեսնել եւ իր հրամանատարները, ովքեր իր հետ կռվել են, նրանք նույնպես ներկա են լինելու, դասարանցիները, հենց առաջին դասանից ում հետ որ ինքը սովորել է, ուսուցիչները, բոլոր մարդիկ եւ գրքում շատ մարդիկ են իհարկե գրել, այո, այդ բոլոր մարդկանց հրավիրելու ենք, հույս ունեմ բոլորին տեսնել, շատ վաղուց չեմ տեսել Հայկի գրքի շնորհանդեսին, որովհետեւ այո, այդպես 5 տարի է արդեն պատրաստվում է գիրքը, երկար ժամանակ է եւ շատ են սպասում իրականում, միշտ հարցնում են երբ է պատրաստ լինելու եւ ուզում եմ ասել, որ այո, արդեն պատրաստ է, շատ քիչ է մնացել, հույս ունենք բոլորին տեսնել, ովքեր որ մեր Հայկին շատ են սիրել, իսկ Հայկը շատ ընկերասեր ու բարեկամասեր է եղել, միշտ շատ սեր է տվել իր հարազատներին, իր ընկերներին։ Եւ այո, բոլորին հուսով եմ կտեսնենք։ Եվս մեկ անգամ հիշեցրու, թող հեռուստադիտողներն իմանան օրը եւ ժամը տեղը։ Մարտի 19-ին Արնո Բաբաջանյան համերգասրահում ժամը 19:00։ Եվ ովքեր որ հենց նոր գտան Արևիկին եթերում եւ ճանաչում են Հայկին, ուրեմն ես էլ կարող եմ թույլտվություն վերցնել, հրավիրել այնտեղ բոլոր այն մարդկանց, թեկուզ չեք ճանաչել
ուզում եք ճանաչել, որովհետև այսպիսի հանդիպումներ հաճախակի պետք է կազմակերպել եւ երևի թե սա կլինի ավանդույթ որոնայվային ծնողների համար, ովքեր որ ցանկանում են իրենց տղայի ձայնը բարձրաձայնեն եւ մեզ ճանաչելի դարձնեն։ Իսկ ես շնորհակալ եմ քեզ Արևիկ ջան, լավ գործի համար ապրես։ Ես եմ շնորհակալ։ Եթե ինչ-որ նորություն լինի մեր տղայի մասին, որոշեք ինչ-որ բան կազմակերպել, ես ձեր կողքին եմ, գիտեք, անպայման ինձ նախապես կուշացնում եք, ես գալիս եմ, թեկուզ չվարեմ, բայց վայելեմ, այդ արդեն ինձ համար շատ կարևոր է։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ այսքանից հետո էլ բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր որ դեռ հավատում են, որ գալու է լավը եւ հաղթանակածը։ Էնպես որ հերոս տղերքին փառք ու պատիվ, համբերություն ծնողներին եւ ներողություն ու շնորհակալություն սևազգեստ մեր մայրերին։ Ձեր տղերքի շնորհիվ մեր բալեքեսոր ապրում են, շնորհակալ եմ շատ։ Իսկ մենք կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն տեղում եւ նորից ես կասեմ ողջույն 21 TV-ի եթերում Ջինա այդ նախագիծն է, բարին ձեզ։ Երբ գիշերն է իջնում սահմանին, մոտենում է հանկարծ թշնամին, դու ես աչքերիս առաջ իմամ, աղոթքի ձայնն է քո իմ մտքում, ամեն մի բան փուշտից ինձ փրկում, լուր ես հավատով սպասում, որ կա, թե որոնքն եմ ես, տեղն իմ եղբայրը կբերի խաղաղ երկինք ես մամ, հերոս տղերքը մեր ելան բարձունքնի վեր, զոհվել չկա տղեր կրվի ժամի, սա հայրենիքն է մեր սուրբ հող ու հորով է, պիտի ծնկի գա թշնամի։ Ես մի ծիլն եմ ծնված այս հողից, ժառանգած հաղթանակն իմ հորից, հայրս, որ կռվում հերոս դարձավ, հերոսից հերոսներ են ծնվում, թե ընկնեմ հորս պես ես կռվում, կյանքս կիմանամ իմաստ կտավ, սա իմ երկիրն է, իմ ճակատագիրը, թշնամին մեր հզոր սարքից ընկավ, հերոս տղերքը մեր ելան բարձունքնի վեր, զոհվել չկա տղեր կռվի ժամին, սա հայրենիքն է մեր սուրբ հող ու հորով է, պիտի ծնկի գա թշնամին։ Shine.